Երգիչ և դերասան Գոռ Եփրեմյանն իր ինստագրամյան էջի սթորիզ բաժնում դերասան Խաչատուր Հունանյանի հետ համատեղ լուսանկար է հրապարակել և գրել հետևյալը. «Շատ ափսոս, ախպերս, միշտ ուրախ, հումորով, բարի ու կամեցող ախպեր ջան, Աստված հոգիդ լուսավորի»։ Համատեղ լուսանկարին կից գրել էր Գոռ Եփրեմյանը, իսկ մենք հավելենք, որ տևական բուժումներից ու քաղցկեղի դեմ պայքարից հետո այսօր կյանքից անժամանակ հեռացել է դերասան Խաչատուր Հունանյանը։ Առաջարկում ենք լսել դերասանի խոսքը հիվանդության ընթացքից։ Ողջույն բոլորիդ, հուսամ բոլորդ լավ եք, երկու բան կար ասցի իմ հետևորդների ու բարեկամների հետ կիսվեմ, մի քիչ կուրախանանք, մի քիչ էլ կտխենք, ուրեմն կապված քիմիայի դեղերի հետ, երբ որ մարդը քիմիայի դեղեր է ընդունում, ուրեմն անսպասելի ցավեր կարող են առաջ գալ, երկու օր առաջ տենց բան եղավ իմ հետ, որովայնի շրջանում շատ սուր ծակող ցավեր եկան, շատ սուր, որոշեցի գնամ Բրբանկի Սենթ Ջոզեֆս հիվանդանոց, որպեսզի ստուգվեմ, հասկանամ ինչ է, հանկարծ բարդույթներ չլինեն, մյուս, նկարեցին այդ հատվածը, իհարկե ցավազրկող չեն տալիս, գալարվում էին ցավերի մեջ, նախ առաջի սխալ բանը այդ է, որ մարդը ցավերի մեջ սպասում է 6 ժամ ու ոչ մեկ չի գալի ասի ոնց ես, ինչ եղար, բա եկել ես տե, պետք է սպասես հերթդ գա, ոչմ կապ չունի, ուզում ես մեռի, պետք է մեռնես, տենց է։ Ամեն դեպքում մենք դրան սովոր ենք արդեն այսքան տարի ԱՄՆ-ում ապրելով, գիտենք, որ տենց աչքաթողություն կա էլի ամերիկյան բուժ սիստեմի մեջ։ Ուրեմն գնացին, եկան, նկարեցին, ուրեմն հիշեցում, որ իմ ձախ երիկամը հեռացված է 2023 թվականին, իհարկե իմ քաղցկեղը սկսել է հենց այդտեղից, երիկամի քաղցկեղ, մետաստազիկ։ Գնացին, եկան, մեկ էլ ասում եմ, ես թվում է, որ քո ձախ երիկամի մեջ քարեր կան, այդ քարերն է տես ցավում։ Ես իրանց ասացի, որ իմ երիկամը հեռացված է, հետևաբար չի կարող այնտեղ քար լինի, այսինքն չկա երիկամ, որտեղ քար լինի։ Մի խոսքով ջղայնացա, ներվայնացա, դուս եկա, ցավազրկող խմեցի, ահագին շատ, եկա քնեցի, անցավ, տաք պահեցի, մի խոսքով, այսինքն էլի նորից եղա ես իմ բժիշկը։ Էսի ամերիկյան բուժ սիստեմի հետ կապված մի հատ փոքր հիշեցում, որ ժող ջան, մի շատ հավատացեք, ստեղ ինչ են անում, ուղղակի դեղ են ծախում ձեր վրա, ինչքան որ հնարավոր է շատ, ինչքան որ շատ կարան իրանք քո ապահովագրության հետ խաղանեն, քաշեն այդ փողերը, անիմաստ ու ոչ մեկի հետաքրքիր չի քո առողջական վիճակը։ Այդտեղ հաջորդը խոսքը գնում է դոնացիաներին իմ GoFundMe account-ի հետ կապված։ Ուրեմն ասեմ, որ ինքը մինչև վերջ չի լրացել այդ գումարը ու վերջերս սկսել են հարցեր, թե որտեղ ծախսվեց այդ գումարները, ինչ եղավ, որոշակի տենց բաներ ստանում եմ, օրինակ fake account-ներ է բացվում, ինչ որ անիմաստ տարբեր անուններով, Machine, չգիտեմ, The Best, Grizzly, սենց ինչ որ 0 follower ունեն, 0 post-եր են արել, բայց մտնում են Խաչատուր ջան, դաժե ջան են ասում, որ ժողովուրդը հասկացան գնացի Գերմանիա, հետ եկաք, թե չեկաք, չենք հասկանում, հլը մտ աչոտ տու, հլը մտ ուբիդի տարա, այս փողերը ուր գնաց, այս բաներ են խոսում, ոնց որ գողական, սենց ինչ-որ բաներ էր տեղի ունենում, մի խոսքով ես չեմ պատասխանում նման ապուշներին, բացատրեմ ինչի համար, որտեվ եթե ինչ-որ մեկը ուզում է ինչ-որ բան իմանա իմ հիվանդության իստորիայից կամ մյուսից, Ամերիկայի Միացյալ Նահանգներում դժվար չի դա գտնել, այդ իստորիան ճարել, թե այդ մարդը ինչերի մեջով անցել, որտեղ, որ թվականին, քանի հազար անգամ են իր թևերը ծակել, ես դաժե նկարում ցույց տամ, ասենք իմ էսպայի թևի կապտուկները, այդ ծակոցներից ու մյուսից, թե ասենք ամեն ամսվա մեջ ինչքան անգամ են ծակում, արուն քաշում, մյուսը ստուգում են այն։ Ուրեմն տվյալ մարդիկ, ովքեր այդ հարցերը տալիս են, ես համոզված եմ, որ ոչ մի մասնակցություն չեն ունեցել դրամավոկի հետ կապված, բայց ուղղակի մի հատ վատություն անենք, էլի ոնց որ ուղղակի մի հատ զգուշացում ձեզ բոլորիդ, որ վերևը Աստված կա, ես Աստծուն շատ եմ հավատում ու ամբողջ սրտով եմ հավատում ու ես դրանով եմ միայն ունակ կռվելու այս հիվանդության հետ, սենց ասեմ։ Ժող ջան, օգնություն ուզում եք ցուցաբերեք, եթե չէ, Աստված օրհնի ձեր տները։
Առողջ լինեք միշտ, ես ոչ ոքից սպասելիք չունեմ ճիշտն ասած։ Այն մարդիկ, ովքեր կոպեկ $5, $7, $9, $8 գումարներ են գցել, ես ուղղակի չգիտեմ ինչ ձև հայտնեմ ձեր շնորհակալություն, որովհետև գիտեմ, որ այս մարդը մի հատ հատված իր ծանր աշխատանքից մյուսից հատկացրել է ինձ ու ես դրա համար այնքան երախտապարտ եմ, որ ամեն օր ես աղոթում ձեր համար, հասկանում եք ինչա։ Բայց այն մարդիկ, ովքեր իրականում ոչինչի մասնակցություն չեն ունեցել, այսօր զբաղված են պարապ գործերով, ես ձեզ կխնդրեմ գտնել աշխատանք ու աշխատել, քանզի դուք առողջ եք, ես շատ լավ գիտեմ, ես կռվում նրա համար, որ առողջանամ ու գնամ աշխատեմ իմ ընտանիքի համար, ինձ հաճելի չի նստել, սպասել ինչ-որ մեկ ինձ տա $5 կամ $10, որպեսզի գումար հավաքվի, ես կարողանամ գնամ իմ ոնց որ ասած այն տեղում Գերմանիաներում մնացած տեղերում այդքան ճանապարհների վրա, այդքան անհանգստություններ կրելով մյուսի գնամ բուժվեմ ու մնացած բաներով անցնեմ շատ դժվարությունների մեջով։ Հիմա ասեմ, որ այս ամեն ինչը ինչ որ կատարվել է իմ հետ, ինչքան գումար է ծախսվել, ասեմ հիմնականում ամբողջ գումարը արդեն ծախսվել է։ Ապրելու հիվանդության, MRI-ների, ճառագայթների, դեղորայքների, բիլերի, հյուրանոցների, սննդի, ոչ եմ շատ գումար է գնացել, Ժորժ ջան, ասենց ասեմ։ Ու եթե ինչ-որ մեկ ուզում է տենա կոնկրետ թվերով, ցենտերով, կոպեկներով թվերով, ոնց խնդրեմ համեցեք, գրեք ինձ ձեր հեռախոսի համարը, գրեք ինձ ձեր էլեկտրոնի պոչտայի համարը, չգիտեմ մի բան, ես ուղարկեմ այդ ամբողջ ռեպորտները, իրանց ռիսիտներով, իրանց կվիտանցիաներով, նայեք, համոզվեք ու ինչ ասեմ, առողջ եղեք դրանից հետո, եթե դա ձեզ տալիս է հոգեկան հանգստություն։ Հիմա ինչ-որ վերաբերվում է այն մարդկանց, ովքեր բացում են fake account-ներ ու ուղարկում են ինձ նմանատիպ հիմար, էլի բաներ կա, ուղղակի ես քանզի որոշել եմ չներվանանամ, չջղայնանամ, դա չի նպաստում իմ բուժման process-ին ընդհանրապես, որտեղ իրականում որ մարդ 24 ժամ ունի ցավեր, տվյալ պահին նստած եմ, ունեմ ցավեր, 18 մետաստազ իմ թոքերի վրա աշխատում է հենց հիմա։ Այդ նշանակում է ինքան ցավում է, մկանային ցավեր, գլխացավեր, բերանի չորացում, մաշկի չորացում, շատ բաներ, մազերի թափում եւ այլն։ Այսինքն իմ կյանքը առաջվանը չի, ես փորձում եմ բերեմ ինչ-որ բան, նմանեցնեմ առաջվանին, բայց առաջվանը չի, բայց ել եմ ասում, դա կապ չունի, կյանքը գնում է առաջ, մենք ընդմիշտ երիտասարդ չենք մնալու, ինչ-որ բաներ փոխվելու է, բայց 40 տարեկան երիտասարդի համար ինքը նորմալ չի, երբ որ դու 40 տարեկանում արդեն հոգուտ մեջ զգում ես, որ դու 55-60 տարեկան ես, որտեղ չունես էներգիա, ընդամենը մի ժամ, 2 ժամ, հետո դա հստո պետքա քնես ելի մի ժամ, 2 ժամ, հետո պետքա անընդհատ խմես ցավազերկով, որպեսզի դու կանաս շփվես մարդկանց հետ, չներվանաս ամեն պստիկ բանից եւ այլն։ Ուզում ասեմ, Աստված ձեզ առողջ պահի, լավ լինեք, պարտադրված պետք չի ինձ օգնություն տալ։ Եվ մնացածը, հա, նաև մի հատ շատ կարևոր բան ասեմ, ինձ դիմում եք շատ նամակներով, որ մայրս հիվանդ է, քույրս հիվանդ է, եղբայրս հիվանդ է, ես բոլորիդ առողջություն եմ ցանկանում, բայց այսօր ես իմ հնարավորության չափով ինչքան որ կարող եմ փոխանցում եմ ձեզ, ես դեպք ա եղել դաժե $150 փող եմ փոխանցել մեկին, մեկը գրել է, «Ինչ չես փոխանցում»։ Ու գալասավո էր թող ինձ, «Ինչ չես փոխանցում»։ Մեր ծախսը $17,000 է, 150 ուղարկի, sense բաներ են ու հասկանում եք շատ բաներ կա մանր, որ ասեմ մենք ժողովուրդ էսուր ենք գնում, խիա sense էս ամեն ինչը։ Պետք չի պարտադրված ինչ-որ բաներ անել, պետք չի մարդկանց վրա մունատ գալ, ոչ ոք պարտավոր չի ձեզ ինչ-որ բան անելու, այդ չարությունը հանեք ձեր մեջից, պետք չի։ Ոչ չարացեք, ոչ չարացեք դիմացինին, այդքան բան։ Եթե դուք կյանքում ինչ-որ բանի չեք հասել, դա ձեր խնդիրն է, իմ խնդիրը չի։ Ես իմ կյանքում ինչի հասել եմ իմ այս մատիկների շնորհիվ։ Աշխատել եմ, ու էլի աշխատել եմ, ու էլի ուզում եմ աշխատեմ։ Ուղղակի ֆիզիկապես հիմա չեմ կարող աշխատեմ։ Հելում եմ, չեմ կարող աշխատեմ։ Ես շոֆեր եմ եղել, բացի որ դերասան եմ։ Շոֆեր, գրուզավիկ եմ քշել։ Ու դրա մեջ ամոթ բան չի եղել։ Այսօր ես լիքը մարդ եմ տենում իմ կողքերում, շատ տեղերում, որ այդ գործը իրանց հակով չի, այն գործը իրանց հակով չի։ Ժորժ ջան, դա ձեր խնդիրն է։ Խնդիրը ձեր մեջ փնտրեք, ինչի համար է տենց։ Ու մի չարացեք ոչ մեկի հանդեպ։ Այդ սաղ նամակները որ ստանում եմ այդ բնույթի, սենց չար մարդիկ են, հասկանում ես, մի չարացեք, բարի եղեք, այդքան բան, այսօր բարի եղաք, վաղը բարին կստանաք։ Առողջ եղեք, բոլորիդ ամենալավն եմ ցանկանում, ամենաբարին։ Ու էլ եմ ասում, կան հարցեր, ունեք ինչ-որ բաներ պարզաբանման մյուսի հետ կապված, ասեք ես իմանամ, ես ամեն ինչի պատրաստ եմ հարցերի պատասխանելու, փաստերով, թղթերով եւ այլն։ Խնդրում եմ կասկածի տակ չդնել իմ հիվանդության process-ը։ Շատ եմ ձեզ խնդրում, այտենց բան մի արեք։ Էլ եմ ասում, վերևը Աստված կա։